Բայմացարի եթերում շարունակում ենք հայկական արհեստների վերածնունդ խորագիրը գրող հարցազրույցների շարքը։ Այսօր կխոսենք հայ ժողովրդի ստեղծած ամենահին, միևնույն ժամանակ ամենակենսունակ եւ մասսայական արվեստի ճյուղերից մեկի զարդարվեստի մասին։ Իմ այսօրվա հյուրն է ազգագրագետ, սցենարիստ, Դաֆնե Զարթի հիմնադիր Մանան Դաֆինը։ Շնորհակալ եմ Մանան հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ սիրելի Թագուհի, սիրով պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին։ Զարդարվեստն ունի հազարամյակների պատմություն, որն է նրա ամենամեծ առանձնահատկությունը, որն է, որ բնորոշում է հենց հայկական զարդերին։ Շատ կարևոր հարց եք տալիս, որովհետև շատերը այսօր հայկական զարդարվեստ ասելով միանգամից պատկերացնում են որոշակի կոնկրետ նախշեր, որոշակի կոնկրետ զարդանկարներ, զարդապատկերներ, բայց հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ այդ զարդերը, այդ զարդապատկերները առանձին վերցրած կարող են հանդիպել այլ հին մշակույթներում ևս, օրինակ ացտեկական, կելտական նախշերում կան բազմաթիվ կրկնվող առանձին զարդապատկերներ եւ զարդամիավորներ։ Եվ ուրեմն ինչպես տարբերենք հայկականը կելտականից, հայկականը պարսկականից եւ այլն։ Այստեղ արդեն գալիս է մեզ օգնելու մեր ժողովրդի ազգային ճաշակը, հոգեկերտվածքը, որի արդյունքում ծնվել է հայկական զարդարվեստը։ Հայկական զարդարվեստի ամենակարևոր առանձնահատկությունը զարդանախշերի հայկական համադրության սկզբունքն է։ Այսինքն մենք պետք է հենց սկզբից հստակ հասկանանք, որ որոշակի առանձին զարդապատկեր կարող է պատկանել տարբեր մշակույթների եւ միայն զարդապատկերների համադրությունն է, գունային, ձևային, չափային, իմաստային համադրությունն է, որ կարող է հստակ խոսել իր մասին եւ ասել ես հայկական եմ։ Այսինքն հայկական զարդարվեստի առանձնահատկությունը ոչ այնքան առանձին զարդապատկերների խորհրդավոր աշխարհն է եւ իրենց իմաստալից մեկնաբանությունը, որքան այն, որ մենք հայրս մեր զարդանախշային, մեր զարդապատկերային աշխարհը պատկերել ենք որպես համադրություն, տեսել ենք որպես կոնտեքստ, որպես առանձին մի աշխարհ եւ այստեղ յուրաքանչյուր դաշտ կապված է միմյանց հետ։ Երբեք չեք տեսնի հայկական գորգում այնպիսի մի զարդապատկեր, որը այդ համադրությունից, այդ կոնտեքստից, այդ համադրությունից դուրս է։ Դա նման է նրան, որ ուղղակի դու իմանաս լեզվի բառերը եւ առանց նախադասության իմաստը հասկանալու ուղղակի այսպես իրար հետ կապ չունեցող տեղերում դնես, հա, որպեսի հետոնոր հավաքես puzzle-ը։ Յուրաքանչյուր զարդանախշ կոդ է, յուրաքանչյուր զարդանախշ ունի իր մեկնաբանությունը, բայց իրենք միասին են դառնում այդ պատմվածքը, իրենք միասին են դառնում այն նախադասությունը, այն գիտելիքը, որը փոխանցվում է գորգի միջոցով, գաթայի միջոցով, պարի հետագծի միջոցով, դեկորատիվ կիրառական արվեստի միջոցներով եւ այլն։ Եվ հայկական զարդարվեստի կարևոր առանձնահատկություններից մեկը ներքին խորհրդանշական կապն է միմյանց հետ տարբեր ոլորտների, որովհետև այդ կապի շնորհիվ մենք տեսնում ենք նույն զարդանախշը գաթայի վրա, զարդի վրա, դեկորատիվ կիրառական արվեստի վրա, գոտու վրա, տարազի աստեղնագործության մեջ եւ շատ հաճախ տեսնում ենք, որ այդ զարդը խոսում, բարբառում, մեկնաբանում է նույն հազարամյա գաղափարը։ Որն է հայկական զարդարվեստում ամենատարածված նախշը եւ ինչ նշանակություն ունի այն։ Մի քանի զարդապատկերներ պետք է նշեմ, քանի որ հենց այս զարդապատկերներն են, որ հազարամյակների խորքից անցնելով պատմական իրադարձությունների, կրոնների փոփոխության, քաղաքական անցքերի բեկումնային պահերի միջով կարողացել են պահպանել ոչ միայն իրենց արտաքին ձևը, կարողացել են դիմակայել այդ ամենին, այլ նաև մեզ են փոխանցում հենց այդ դարավոր հազարամյա խորհուրդները։ Դրանցից առաջինը արևի պաշտամունքը արտահայտող զարդանախշերն են։ Եվ արևի զարդանախշն է սուաստիկան, սվաստիկան, հայկական խաչը, կեռ խաչը, տարբեր անուններով է հայտնի այս զարդանախշը։ Շատերը ցավոք սրտի այս զարդանախշը ճանաչում են որպես ֆաշիզմի սիմվոլ,
Բայց իրականում հնագիտական տվյալները գալիս են փաստելու, որ մեր ժայռապատկերներից սկսած հետագայում մեհնագրերի մեջ, մեհյանների, տաճարների վրա եւ անշուշտ հետագայում նաեւ պարիսպների ամրոցների վրա, անի, պարիսպի վրա մի հզոր մեծ եւ սիրուն արև խաչ ունենք, սուաստիկայի նշան ունենք, որը հազարամյակներ շարունակ ուղեկցում է մեզ եւ անգամ նախաքրիստոնեականից քրիստոնեական կրոն անցնելու այդ բեկումնային պահին այս զարդանախշը չի փոխում իր իմաստը եւ շարունակվում է արտահայտվել արդեն քրիստոնեական կրոնում։ Առաջինը այս զարդանախշն է, մյուսը պետք է նշեմ կենաց ծառի խորհուրդը կրող բոլոր զարդապատկերները։ Կենաց ծառը բնորոշ է հնագույն մշակույթներին, բայց հայկական մշակույթում առավելապես արտահայտվում է որպես բուսական զարդանախշ եւ կրում է համակարգի խորհուրդը։ Այսինքն ասել է թե կենաց ծառը այն նախշն է, որը մեկնաբանվում է որպես համակարգ, որը հակոտնյա է քաոսին, այսինքն մենք տեսնում ենք տիեզերքի կառուցվածքը մեր ժողովրդական մտածողությունում, ինչպես է այն արտահայտվում, հա։ Ներողություն, ես հիշում եմ, որ հայկական ժայռապատկերներում կենաց ծառը ուղեկցվում էր այծի պատկերի հետ, որը խորհրդանշում էր պտղաբերության սկիզբը, արու այծի նաև զարդարվեստում եւս այդ սիմվոլիկան կա, թե միայն առանձին է կենաց ծառը։ Չէ, ամբողջ զարդարվեստի ես ասացի այդ ներքին խորհրդանշական կապը գնում է եւ երբևէ չի ընդհատվել։ Երբևէ այդ իմաստներ, օրինակ այծի պաշտամունքը, որը հետագայում պարերի մեջ արտահայտվեց, հա, եւ մեր բառերի մեջ արտահայտվեց, այծը որպես արևի խորհրդանիշ է հանդես գալիս, հա, ընդհանրապես արևը շատ բազմախորհուրդ կերպով է արտահայտվում մեր զարդամշակույթում, այսպես ասեմ, զարդարվեստում, որտեղ արևը մարդու տեսքով է, արևը խոյի տեսքով է, արևը գործիքների տեսքով է աշխատանքային, հա, արևը գաղտնագրվում է մի քանի զարդանախշերում, որտեղ մենք հստակ գիտենք, որ այն խորհրդանշում է հենց այդ գաղափարը, արևի պաշտամունքը։ Նույն կերպ կենաց ծառը արտահայտում է համակարգի, համակարգված, ուրեմն մշակված ստրուկտուրա ունեցող մշակույթի գաղափարը, իսկ սա շատ կարևոր է, որտեղ մշակույթը համակարգ է, հա, եւ այն ամեն ինչը դուրս է մշակույթից, առաջընթաց չի կարող ապահովել, դա արդեն քաոսն է, որը հենց մերժում է կենաց ծառի գաղափարը։ Պատահական չի, որ կենաց ծառը հնագույն մշակույթներում տեսնում ենք արկա մեր հեթանոս աստվածուհիների ձեռքին, ուրարտական աստվածուհիների եւ աստվածների ձեռքերին կենաց ծառ է, հա, այսինքն իրենք ցույց են տալիս, որ իրենք տիրապետում են տիեզերական գաղտնիքներին, մոդելին եւ այլն եւ իրավունք ունեն իշխելու, իրավունք ունեն կանոններ արձակելու եւ այլն, չէ՞ որ Հայաստանը արդարության օրենքների երկիրն էր եւ ամեն ոք չէր կարող վերցնել այդ կենաց ծառը իր ձեռքը եւ ասել ես ձեզ տեր եմ եւ արքա եմ, հա, սրանք հնագույն խորհրդանիշներ են, դրսևորումներ են, որոնք որոշ չափով այսօր պահպանվել են հոգեվոր խավի, վերնախավի զարդանախշերում, իրենց հագուստներում, իրենց առարկաներում, մանրանկարչական արվեստի մեջ եւ այլն։ Մյուս զարդանախշը, որը խիստ բնորոշ է հայկական մշակույթին, պտղաբերական զարդանախշերն են եւ մասնավորապես նշանախշը կամ նուշը։ Ի տարբերություն մյուս պտղաբերություն խորհրդանշող զարդանախշերի, օրինակ հատիկաները, բույսերը, բոլոր տեսակի հատիկ, այսպես հատիկային զարդանախշերը, բուսածաղկային զարդանախշերը, իրենք խորհրդանշում են կյանքի հավերժականությունը, կյանքի ծաղկունքը։ Դրանց մեջ մտնում թե առանձին։ Նուրը մի փոքր առանձին է, նրան մասին հիմա առանձին կխոսենք։ Լայն առումով նուրը այս բուսական զարդանախշերի թագուհին է եւ իր գաղափարով եւ իր պատմությամբ, բայց նշանախշը շատ ավելի սիրելի է եղել մեր ժողովրդի կողմից, քանի որ այն սերմի ձևն ունի եւ արդեն մի փոքր էլ կարծես ծիլ տված է, չէ, իր ձևը այսպես մի տեսակ ավելի հենց այդ նշաձևն է, ինքը սոսկ միայն կլոր չի կամ այսպես ավելի բան չի, ուռուցիկ չի, իր մեջ կարծես միավորված է եւ սերմի եւ արդեն մի փոքր ծիլի գաղափարը, հա, այսինքն կյանքի առաջին այդ փուլը մենք տեսնում ենք իր ձևի մեջ, դրա համար ժողովրդին շատ սիրելի է եղել այդ ձևի այլաբանությունը, ժողովրդական մտածողությունը անմիջապես դա կոչվում է նմանողական մոգություն, ազգագրական տերմիններով ասած, եւ այդ պատճառով ժողովրդին շատ սիրելի է եղել եւ մենք հստակ տվյալներ ունենք այն մասին, որ նշանախշը հայկական լեռնաշխարհից տարածվել է, անցել է պարսիկներին, հետո եվրոպական ժողովուրդներ, արևելյան ժողովուրդներ եւ այլն։
այդ առումով մինչև հիմա էլ նուշը շատ սիրելի է մեր ժողովրդին եւ անշուշտ կուզեի խոսել նրան սիմվոլիկայի մասին, քանի որ այսօր սովորական սպիտակ սուրճի բաժակի վրա կարող են նկարել նուռ եւ դա ներկայացնել որպես հայկական մշակույթի արժեք, հա, եւ մենք այդպես էլ ընկալում ենք, հա, մենք զարդանախշային մեր իմունիտետը, այսպես ասեմ, բավական թուլություն ունի նրան հանդեպ։ Մենք ինչի վրա նուռ ենք տեսնում, մենք ընկալում ենք դա որպես հայկական, որտեղից է դեպքում ես հիշում եմ, երբ որ խոսակցություններ եղավ հայկական կտորներ, հա, թուրքական որ ներմուծվում էր, մենք նշում ենք ոչ դրանք հայկական նախշեր չեն եւ որպես այսպես համարժեք պատասխան հնչում էր այն, որ ինչպես թե նուռը հայկական է, խաչը հայկական է, այստեղ ուրիշ հարցեր կային, այո, լինել չէր կարող։ Այո, մեր մենտալիտետը այդպեսին է, մեր արխետիպային համակարգը այնպեսին է, որ նուռը մեզ համար արխետիպ է։ Ես հիմա հաղորդման շրջանակներից դուրս գալ չեմ կարող բացատրել ինչ է արխետիպը, բայց անպայման խորհուրդ կտամ, որպեսզի լսողները մի փոքր ուսումնասիրեն եւ հասկանան արխետիպ եւ զարդանախշ կապը, բայց նուռը մեզ համար արխետիպ է եւ հազարամյակների պատմություն ունի եւ այս կերպարը, այս նախշը, այս գիտելիքը ընկած է մեր ենթագիտակցության խորքերում, ազգային ենթագիտակցության խորքերում, այն գենետիկ մակարդակով կարծես փոխանցվում է։ Նուռը շատ հետաքրքիր պատմական ճակատագիր է ունեցել, քանի որ այն կապվում է անմիջապես մեր ազգային մշակույթի հետ եւ տեսեք մենք տվյալներ ունենք այն մասին, որ առաջին քրիստոնյաները, ովքեր 301 թվականին հաստատեցին քրիստոնեություն, նրանք պետք է ավերեին հեթանոսական տաճարները, չէ, որպեսզի կառուցեին քրիստոնեական տաճարները եւ այն քարերը, որոնցով իրենք հետագայում գիտեք կառուցեցին քրիստոնեական եկեղեցիները, այն քարերը, որոնց վրա կար նռան պատկեր, բոլորը քերված են։ Այսինքն եւ նուռը այդ քրիստոնեության այդ առաջին մինչեւ Զվարթնոցի տաճարի կառուցումը մի քանի դարով անհետանում է, այսինքն հստակ արգելք է դրվում, որպեսզի այդ նախաքրիստոնեական ազգային կրոնը այո չարտնանա եւ իրենք այսպես ամուր նստեցնեն, այո, ջնջել են այդ հետքը, եւ բայց ես նշում եմ նուռը արխետիպ է, իսկ արխետիպերը երբեք չեն քնում եւ հետո Զվարթնոցի տաճարի կառուցման հետ մեկտեղ նուռը արթնանում է, մեր ամբողջ ճարտարապետությունը ողողվում է նռան եւ խաղողի ողգույզներով, կարծես այդ նախաքրիստոնեական ու քրիստոնեական կրոնները այսպես հաշտեցում են ապրում ազգային մշակույթի մեջ եւ Զվարթնոցը ամբողջությամբ այսպես ոճավորվում է եւ ձևավորվում է արդեն հենց այդ սիմվոլիկ նռերով, հետո գալիս է սովետական շրջանը, 37 թվականից հետո նուռը կրկին արգելվում է։ Եթե նայեք այդ շրջանը, որևէ ամսագրում, որևէ պատկերագրքում, որևէ տեղ նուռը կոնկրետ արգելքի տակ է դրվում, տաբուի տակ, որովհետև մենք չպետք է ունենայինք ավելի ազգային դեմք, քան 15 պետություններից որևէ մեկը, այսինքն համահարթեցման այդ ծրագիրն էր աշխատում եւ նուռը նորից դուրս է սպրդում այդ բոլոր տեսակի տաբուներից 88 թվականին, երբ ազգային զարթոնքի տարիներ են եւ անկախացման հետ մեկտեղ նուռը լայնորեն, այսպես այլևս այդ ժողովրդական այդ պորտկումը, այդ ցասումը, այդ արցախյան շարժումը, հա, արտնացնում են նորից այդ ազգային ապրումները եւ դուրս է լողում նուռը նորից մեր ազգային հիշողություններից։ Այդ թվում կիրառվելով հայկական զարթոնքը միանշանակ, միայն այդպես, հա, այսինքն տեսնում ենք արդեն լայն մասշտաբով արտահայտված նռան սիմվոլիկա, անգամ այն նկարիչները, ովքեր ընդհանրապես ազգային արվեստի հետ կապ չունեին, սկսում են նռներով նատյուրմորտները եւ այլն, հա, այսինքն այս ազգային արխետիպ հանդիսացող զարդանախշերը իրենք զենքեր են, գենետիկ կոդներ, իրենք գենետիկ կոդեր են եւ հենց այս արխետիպային զարդանախշերն են օգտագործում կրոնական առաջնորդները, ժամանակի առաջավոր մտավորականները, որպեսզի իրենց ենթարկեցնեն հասարակությունը, որպեսզի հասարակությունը իրենց վստահի, չէ՞ որ իրենք նոր են եւ այլն, որոշակի փոփոխություններ կարող են անել, բայց միևնույնն է ազգային այդ հազարամյա արխետիպային շերտերից բխող մի քանի զարդանախշեր իրենք անփոփոխ են ձևի իմաստի եւ արտահայտման ոլորտներում եւ դա ասում եմ հազարամյակների անընդհատական մշակույթ է, այդ մշակույթը
երբեք չի ընդհատվում։ Նայեք, կարող է մենք չենք տեսել ուրեմն սովետական այդ բռնաճնշման տարիներին նռան, այսպես արտահայտություններ, հա, նռերով, տետրեր, գրքեր եւ այլն, բայց ժողովուրդը շարունակել է իր բանահյուսության մեջ օգտագործել, հա, իր խոհանոցում օգտագործել, այսինքն մի ոլորտը գուցե արգելքի տակ է դրվում, բայց կան ազգային մշակույթի ոլորտներ, որոնք կրում են այդ գիտելիքը եւ դա անընդհատական մշակույթ է, դա անընդհատ վերարտադրվում է։ Կուզում խոսենք նաև թալիսմանների մասին, որ թալիսմաններն են եղել ամենատարածվածը, որ սերնդեսերունդ փոխանցվել են եւ մինչ այսօր կիրառություն ունեն, որոնց հավատացել է ժողովուրդը, որ պաշտպանում է չարքերից, չարուժերից։ Նախ կուզեի խոսել մի մոռացված ավանդույթի մասին, որը վերածնունդ է ապրում այսօր, բայց մի փոքր սխալ մոտեցմամբ է վերածնունդ ապրում, ու ես կուզեի, որ այս հաղորդումը լսելուց հետո ավելի ճիշտ հունով ընթանար այդ վերածննդի process-ը։ Խոսքս դաղդղանների մասին է կամ հայկական թալիսմանների մասին է, չգիտեմ լսել եք երբևէ թե չէ, հայկական դաղդղանների մասին, սրանք հստակ երկրաչափական զարդանախշեր ունեցող առարկաներ են, որոնք կոչված էին պաշտպանելու տունը, արտը, գոմեշին, եզին, չարաչքից, վատ էներգիայից եւ այլն։ Դաղդղանները պատրաստվում էին բացառապես փայտից։ Այսօր մենք տեսնում ենք տարբեր արծաթյա հետաքրքիր զարդեր, որոնց հիմքում ընկած է դաղդղանը։ Մենք հայուհիներս երբեք փայտյա զարդեր չենք կրել։ Փայտը շատ հասարակ նյութ էր մեզ համար, մենք օգտագործում ենք միայն ոսկի եւ արծաթ։ Բայց հաշվի առնելով, որ հայկական ճաշակին բնորոշ է եղել համեստությունը, ինչով է դա պայմանավորված հետաքրքիր։ Չէ, ես չէի ասի, որ բնորոշ է մեզ համեստությունը զարդարվեստի եւ զարդանախշային մակարդակով։ Այլ երկրների մշակույթների հետ համեմատած, օրինակ արաբականի հետ։ Չէ, չէի ասի։ Նույնքան շքեղ եւ նույնքան ճոխ են։ Դուք մի հատ նայեք մեր արծաթե գոտիների վրայի աշխատանքը։ Նայեք մեր գորգերի զարդանախշերը։ Ամեն դեպքում աչք ծակող չեն այդպես, գեղեցիկ են, նուրբ են, որովհետեւ ձերն է։ Դուք նայում եք եւ սովորել եմ այդ ձեր գենետիկ կոդը կարդում է դա, հա, ես բավական լուրջ դասընթաց ունեմ երրորդյա հայկական զարդարվեստի հետ կապված եւ շատ լուրջ աշխատություններ կան այն մասին, թե ինչպես է զարդարվեստը ավելի շուտ եւ ավելի արագ բացում իր դռները եւ իր կոդերը տվյալ էթնիկ հանրությանը պատկանող ուսումնասիրողի առաջ, քան ենթադրենք այլազգի ինչ-որ մի ուսումնասիրողի առաջ, հա, եւ անգամ մասնագետ լինել պետք չի, որպեսզի դուք հասկանաք սա հայկական է, պարսկական, թե ռուսական, չէ, այսինքն այդ ձեր ասած այդ դուք նայում եք այս նախշերի բազմազանությունները, ասում եք սա արաբական է, բայց սա հստակ հայկական է, եւ ես չէի բնորոշի հայկականը որպես համեստ, ուրեմն ճոխությունը ասվածը եւ նախշերով գերհագեցված լինելը դեռ գեղեցկության գրավական չի։ Մեր մշակույթում ամեն մի զարդանախ, շնորհից եմ կրկնում, ամեն մի երանգ, ամեն մի գույն արված չի, այդ պահին այդ առարկան մի փոքր ավելի գեղեցիկ դարձնելու համար, հա։ Այս դեպքում գեղեցկությունը երկրորդ, երրորդական ֆունկցիա էր։ Նախ իմաստով էին պարուրում այդ առարկան, հա, նախ իմաստ էին հաղորդում, հետո նոր արդեն եւ այդ իմաստը արդեն իսկ գեղեցիկ էր, որտեվ հնագույն մշակույթներում գեղեցիկը կոնկրետ ուներ ձև։ Երբեք չէիք տեսնի, օրինակ, ասիմետրիկ ինչ-որ զարդանախշեր, հա, ասիմետրիկ արվեստ եւ այլն։ Ինչու՞, որովհետեւ գեղեցիկը ունի ձև։ Իսկ ձև, որովհետեւ ձևը բնությունից է ծնվում եւ ձևը կոնկրետ ֆիզիկական, ֆիզիկայի, տիեզերաբանական տարբեր գիտելիքներ են այդտեղ թաքնված։ Եվ այս դեպքում արդեն երկուսը մեկում է համադրվում, գեղեցիկը համադրվում է ձևի եւ իմաստի հետ։ Այս սա է մեր մշակույթի առանձնահատկությունը, ամենամեծ առանձնահատկություններից մեկը։ Իսկ կան զարդանախշեր, որոնք տարբեր մշակույթների հետ շփման արդյունքում փոփոխվել են կամ յուրացվել օտարների կողմից։ Օտարների կողմից յուրացման գործընթացը ինչ որտեղ մշակույթների, այսպես համադրությունների համատեքստում բնականon process է,
որովհետև մենք օրինակ միջնադարում գտնվել ենք ուրեմն Մետաքսի ճանապարհի հենց կենտրոնում եւ բնականաբար աշխարհի պորտը անցնում էր հայկական լեռնաշխարհով եւ այստեղից շատ բան էին տանում եւ շատ բան էին սովորում, բայց նաեւ շատ այսպես հատվող մշակույթների խաչմերուկ էր Հայաստանը եւ մենք էլ ունենք ուրեմն որոշակի ազդեցություններ պարսկականից, արաբականից, չինականից եւ այլն, բայց այն ինչը հստակ գիտենք, որ մաքուր հայկական ազգային է մերն է, մենք գիտենք դա։ Ոճավորումներ ունի մեր զարդարվեստը, բայց անգամ այդ ոճավորումները հայկական են։ Օրինակ բերեմ, օրինակ երբ ճարտարապետը ձգտում է իր ստեղծագործության վրա նկարել թռչունի թև եւ ուզում է, որ դա հայկական լինի, մեր զարդարվեստը ունի թռչունի թևի իր պատկերումը, որովհետեւ արաբներն էլ են պատկերել թռչուններ, չէ՞, աշխարհի բոլոր մշակույթները պատկերում են թռչուններ։ Եվ ուրեմն էլի այդ նույն հարցը, ինչպես ենք հասկանում, որ սա հայկական է։ Ամեն մի պտույտը, ամեն մի ոլորի, ամեն մի քանակը այստեղ կարևոր է։ Որովհետև մենք ունենք թռչունի թևի մեր պատկերացումը եւ ունենք դա արտացոլելու արվեստի, մշակույթի մեր ձևը, մեր արտահայտման ձևը։ Զարդարվեստը լեզու է։ Այնպես ինչպես մենք խոսում ենք հայերեն եւ հասկանում ենք միմյանց, այդպես էլ այդ լեզվի զարդարվեստի միջոցով արտահայտելով որոշակի գաղափարներ, դու փոխանցում ես եկող սերունդներին, որ սիրելիս այս քանդակը հայերեն է խոսում։ Ուղղակի բառեր չեն այստեղ հայկական զարդանախշեր են։ Այստեղ հայկական ոճավորում է գնում, հա։ Այս առումով մեր դիմագիծը շատ ուրույն է, շատ տարբերվող է, շատ կանոնիկ է։ Ունի հստակ իր կանոնները, մեկ պտույտ ավել եւ դու արդեն դուրս ես գալիս այդ հայկական զարդարվեստային մտածողությունից, հա։ Ինչպես անաղարտ պահել հայկական զարդանախշը։ Ուրեմն գիտեք, ես մոտ 10 տարի առաջ բոլորովին ուրիշ պատասխան կտայի այս հարցին, որովհետև ինքս բացահայտելով այս հայկական մշակույթի, այս խորհրդավոր աշխարհը, շատ մեծ տագնապի մեջ էի հայտնվել ու ինձ թվում էր, որ հիմա բոլորը կգողանան, հիմա բոլորը կաղավաղեն, ինչ որ բան պետք է անել, պետք է սովորեցնել, պետք է եւ այլն, բայց ես հիմա շատ հանգիստ եմ։ Իսկ թող տարածվի, թող վերցնեն, թող կիրառեն առանց նշելու թե մի օրինակ բերեմ զուգահեռ, որպեսզի հասկանալի լինի, մինչև Կոմիտասը մենք չենք կարող այսպիսի հաղորդումներ վարել եւ չհնչեցնել Կոմիտասի անունը, ուղղակի չենք կարող, հա, չնայած որ զարդարվեստի հետ կապ չունի, բայց ես պետք է համեմատեմ։ Տեսեք, մինչև Կոմիտասը մենք աշխարհը չգիտեր եւ մենք էլ չգիտենք ինչպիսին է հայ երգը, բայց հայ ազգային ազգագրական երգը կար եւ ապրում էր գյուղում։ Ապրում էր հորովել ամեն գարնանը, հորովել երկող գյուղացու հոգում, սրտում, լեզվի վրա, հա, շուրթերին, եւ Կոմիտասը գնաց, գտավ, բացահայտեց, մաքրեց, այսպես դեմք դիմ, եթե կարիք կար մաքրելու, մաքրեց, հա, այսպես, եթե չկար թողեց այդպես անաղարտ։ Նույնն էլ մեր հիմա մեր խոհանոցն է։ Նույնն էլ հիմա մեր զարդանախշային արվեստն է, հա, երբեմն այսպես, երբ որ շատ ինֆորմացիայի հետ ես առնչվում, ու քեզ թվում է, թե այս ամեն ինչը վտանգի տակ է, հեսա ինչ որ մի վատ բան կլինի, բայց իրականում ես շփվելով մարզերի, գյուղերի բնակիչների հետ, կատարելով բանահավաքչական աշխատանքներ հենց ազգային խոհանոցի ոլորտում, ես հասկացա, որ գիտեք, քանի դեռ հայը կա եւ քանի դեռ Հայաստանում ապրում է հայը, մեր մշակույթին հավատացեք ոչինչ չի սպառնում։ Քանի դեռ գյուղացին ուրեմն պատրաստում է իր պապենական, իր մարզին, իր տարածքին բնակլիմայական պայմաններին բնորոշ ուտեստը եւ այդ ամեն ինչը արտահայտվում է այսպիսի փառատոներով եւ այլն, հա, ես կուզեի, որ այն մարդիկ, ովքեր առնչվում են հայկական զարդանախշային արվեստին, ուղղակի ճիշտ ակունքներից առնչվեն, ճիշտ ակունքներից սովորեն, ճիշտ ակունքների հետ առնչվեն, կան հստակ գրքեր, կան հրաշալի գիտական հոդվածներ եւ ուսումնասիրություններ, ընդ որում դրանցից մեծագույնը արվել է սովետական միության տարիներին, խոսքս Ասատուր Մնացականյանի հայկական զարդարվեստ գրքի մասին է։ Գրեթե բոլոր գրադարաններում կա այս գիրքը,
կարող եք կարդալ, կարող եք ուսումնասիրել, կարող եք վերծանել հայկական զարդարվեստը, այս գրքում ամեն ինչ ասված է։ Մի փոքր սովետական շերտը կարելի է այսպես բաց թողնել եւ մնացածը արդեն վայելել։ Բոլոր զարդանախշերի հետ կապված ուսումնասիրությունները բխում են այս գրքից, առանց այս գրքի ոչ մի ուսումնասիրող չի կարող այդ մասին ուզում հարցս հնչեցնել, այսօր արդյոք բավականաչափ ուսումնասիրված է հայկական զարդարվեստը։ Դուք նշեցիք, որ արդեն այո, եւ կատարելագործման ուղղությամբ կան զարդանախշեր, որոնց խորհրդաբանությունը մինչ օրս մնում է վիճելի կամ չբացահայտված։ Գիտեք, զարդանախշ երևույթը եւ զարդարվեստը որպես գիտություն ճշգրիտ գիտություն չէ։ Հա, եւ ճշգրիտ գիտությունը միայն ճշգրիտ գիտություններն են երևի թե որ կարող են հստակ ասել, որ այս մի բանը բացահայտված է եւ վերջ։ Այս առումով որոշ զարդանախշերի, որոշ հավատալիքների հետ կապված, որոնք արտահայտում են այդ զարդանախշերը, հստակ գիտական աշխատություններ կան։ Օրինակ վիշապի զարդանախշի միջալոց դա եւս մեր մշակույթի առանձնահատուկներ հատուկ զարդանախշերից մեկն է եւ վիշապի գաղափարը առհասարակ։ Վիշապի մասին եւ վիշապաքարերի մասին հսկայական ուսումնասիրություններ կան արված մեր ներկայիս, մեր կողքին ապրող հայագետների կողմից։ Եվ գիտեք, հնարավոր չի 6-7 հազար տարվա փաստագրված, սա ես ամենակիչ թիվն եմ ասում, մշակույթ ունեցող ազգի թեկուզ ամենափոքրիկ զարդանախշին ասել 2025 թվականին ավարտեցինք ուսումնասիրությունները։ Դա անհնար է, հա, այսինքն չավարտվող մի գործընթաց է, անսպառ, քանի կա ազգը, քանի ապրում է, քանի զարգանում է, եւ քանի կա այդ անընդհատականությունը, եւ բացի դա զարդարվեստը մի գիտություն չէ։ Դու չես կարող զարդարվեստը ուսումնասիրել առանց ժողովրդական բանահյուսության, առանց հոգեբանության։ Չես կարող զարդարվեստը ուսումնասիրել առանց ֆիզիկայի եւ տիեզերաբանական գիտելիքների, առանց առասպելաբանության, առանց հայկական խոհանոցի իմացության, առանց ազգային պարերի իմացության, առանց ազգային երկարվեստի իմաստության, որտեղ անգամ երկարվեստի մեջ մենք ունենք մեր չափը, մեր տակտը։ Մենք ունենք հայկական լադ կոչվածը, հա, որը բնորոշ է միայն մեզ հայերիս։ Գորգագործության մեջ մենք ունենք հայկական հանգույց տեսակը գորգագործության, որը բնորոշ է միայն մեզ հայերիս։ Զարդարվեստում մենք ունենք հայկական համաչափությունը եւ հայկական գունային երանգը։ Այսինքն զարդարվեստը մի քանի գիտությունների համատեքստում դառնում է մի ընդհանուր այսպես համալիր, որը չես կարող միայն մի գիտությունը լավ իմանալով բացահայտել զարդը, հա, բացահայտել զարդարվեստը։ Իմիջիալոց, որպեսզի այս ամեն ինչը շատ ավելի հասկանալի լինի, կուզեի փոխանցել ունկնդրին հայերեն զարդ բառի իմաստը։ Ես քանի որ նշեցիք, որ ես Դաֆնեզարդ բրենդի հիմնադիրն եմ, մենք վերստեղծում ենք հայոց թագուհիների զարդերը, ես բավական երկար տարիներ ուսումնասիրել եմ հենց նյութական զարդերը, հա, այն զարդերը, որոնք կրել են մեր հայուհիները եւ հայ արքաները եւ հայ թագուհիները, եւ միայն մենք հայրս ունենք զարդ բառը որպես այնպիսին, ինչը որ ցույց է տալիս այդ առարկայի հնագույն իմաստը։ Զարդը հնում գեղեցկության առարկա չէր։ Զարդը ուներ հստակ նպատակ, նա պետք է ցույց տար կրողի կարգավիճակը։ Այսօր երբ մենք ամուսնանում ենք, մեր մատնեմատին կրում ենք սովորական կլոր կալցո կոչվող մատանին, հա, ամուսնական մատանները։ Մենք դա չենք կրում, որպեսզի ավելի մոդայիկ երևանք, ավելի այդ օրը մի քիչ ավելի գեղեցիկ երևանք, հա։ Կրում ենք ինչի համար, որպեսզի դիմացինը տեսնի, որ ես ունեմ հստակ կարգավիճակ, ես ունեմ ամուսին, ես ամուսնական կարգավիճակում եմ գտնվում։ Հնում բոլոր զարդերն են այդպեսին եղել։ Եվ եղել են զարդեր, որոնք նախատեսված են եղել միայն թագուհիների եւ արքաների համար։ Թագավորության մեջ կային վաճառականներ, որոնք ավելի հարուստ էին, քան արքան, բայց իրենց չէին կարող թույլ տալ կրել այդ զարդը, որը կրում էր արքան, օրինակ վարազակիր մատանին միակ իրավունք չունեին ուղակի, հա, այստեղ այդ խավերի եւ իրավունքների հստակ դասակարգում էր գնում։ Եվ հետեւաբար հայերեն զ արդ բառը բաղկացած է զ գրաբարյան եւ արդ արմատից, որը նշանակում է զ արդ արդիական արդի հիմա։ Հենց հիմա զ արդ ինչ կարգավիճակ ունեմ ես, ինչ զարդ եմ կրում ես, որպեսզի ցույց տամ իմ կարգավիճակը։ Ով եմ ես, հարուստ վաճառականի կին եմ, իշխանուհի եմ,
հասարակ գյուղացի եմ, այրի եմ, ամուսնացած եմ, որդեկորուս մայր եմ, հա, հղի եմ, բալիկի եմ սպասում, որտեղ մենք ունեինք մատանիներ ու բաթարուրք, որոնք հատուկ դարբինները պատրաստում էին հատուկ ծեսով, որպեսզի չարը խափանեին ու հենց հղիներին շվոտները չխփեին, այսինքն ամեն ինչ շատ հստակ եւ ամեն ինչ իմաստ էր եւ ամեն մի զարդը իմաստ ուներ։ Զարդը կրելու հատվածները իմաստ ունեին։ Այսօր ես տեսնում եմ, որ շատ հաճախ, օրինակ, նուշով զարդերը, նշանախշ կրող զարդերը կամ կրում են տղամարդիկ, չեք կարող տեսնել նման բան ազգային տարազի զարդահամալիրում։ Նուշը պտղաբերության առաջին ցուցանիշն է։ Իսկ պտղաբերության սիմվոլը հազարամյակներ շարունակ եղել եւ մնում է կինը։ Ճիշտ է, տղամարդը մասնակից է այդ գործընթացին, բայց կյանքի աղբյուրը կինն է, հա։ Եվ տեսնում եմ, որ նուշը շատ հաճախ այսպես կտրում են այդ ազգային զարդ են վերստեղծում, հա, վերցնում են ազգային զարդանախշը, սիմվոլը, նուշը ու սարքում են ականջողեր։ Մեր ականջողերի վրա նշով պատկերներ տարազային համալիրում չկա, որտեղ նուշը ուներ պտղաբերություն ցույց տվող իր տեղը, դա կնոջ զավակատունն էր, հա, եւ ինքը չէր պարանոցին, այո, պարանոցին հիմնականում այստեղ կրում էին այնպիսի զարդեր, որոնք պետք է այս հատվածը, սրտանոցը պաշտպանեին չարից։ Իսկ դրանք հիմնականում օցանախշերով, վիշապանախշերով, գուցե որոշ իհարկե այդ ածանցումը, ոճավորումը գնում էր ծաղկանախշերով, բայց հիմնական սիմվոլը, հիմնական այդ մեջտեղի եռանկյունին եւ այլն, հա, այսպես գալիս էր այս փորի վրա կախվում էր եռանկյունին, որպես պտղաբերության վերև ամբողջ օցանախշերով գնում էր, հա, այսինքն ամեն զարդ ուներ իր տեղը եւ այդ տեղերը չէին խախտում։ Այո, օրինակ ինձ հետաքրքիր է, մենք մեր մշակույթում ունեցել ենք ոտքի վրա կրվող զարդեր, դա բնորոշ է, որտեղ հիմա շատ է, չէ՞, տարածված կանայք աղջիկները։ Այո, սիրով պատասխանեմ այդ հարցին եւ գուցե շատերը զարմանան, բայց մենք ունեցել ենք ոտքի զարդեր եւ դրանք բաղկացած են եղել հիմնականում բոժոժներից եւ ես պետք է ասեմ, որ հատկապես երեխաների ոտքերին էին կապում այդ զարդերը, իրենք բոժոժները, գիտեք, այն փոքրիկ գնդիկներն են, որոնց մեջ հատիկ կար, ինքը զնգզնգում է, ձայն է հանում եւ այդ քայլելիս, այո, որպեսզի նախ երեխայի անվտանգությունը այն առաջին հերթին հսկում, որպեսզի իմանան որտեղ է երեխան ոտքի ձայնից ելնելով եւ հետո հավատում էին, որ ընդհանրապես բոլոր հնագույն մշակույթներում կա այդ հավատալիքը, որ ձայնը վանում է չարը, հա, դրա համար են օրինակ ամանորին հրացան կրակում կամ այդ սալյուտների մշակույթը, այդ գմփոցները եւ այլն, հա, այդ ձայնը վանում է չարը, այդ զնգզնգոցը եւ շարժումը վանում է չարը։ Մշակույթում այդ մուտքերի մոտ որ մտնում ես։ Այո, ասում եմ, շատ հնագույն մշակույթներում կա իհարկե եւ բացի դա հայ կանայք եւս կրում էին բոժոժավոր զարդեր միայն այդ նպատակից ելնելով, քանի որ հավատում էին, որ չարը խփում է ոտքերից, սրտից, այս թեզանիկներ էին կոչվում այստեղից եւ օձիքից։ Եվ օձիք բառը իմիջայլոց օձ բառից է առաջացել, որովհետեւ հայկական տարազի, հայկական կանանց եւ տղամարդկանց, հայ կանանց եւ տղամարդկանց այս տարազային այս օձիքի հատվածը ամբողջը կամ ասեղնագործված էր լինում օցանախշերով կամ վիշապանախշերով, որտեղ սա պաշտպանիչ հիմնական զարդանախշներ։ Դրա այդտեղից էլ ածանցվել է օձիք բառը որպես արդեն հագուստի առանձին մաս։ Իսկ ինչպիսի կիրառություն ունի զարդարվեստը ժամանակակից արվեստում։ Հայկական ժամանակակից արվեստում ես կարծում եմ, որ վերջին 20 տարում համարյա բոլոր մասնագետների ուշադրությունը թեքվել է դեպի ազգային արվեստը։ Օրինակ հասարակ օրինակ բերեմ, ես ինքս աշխատում եմ գրաֆիկ դիզայներների հետ եւ ինձ շատ հաճախ դիմում են գրաֆիկ դիզայներներ, ովքեր պետք է օրինակ իրավաբանական ինչ-որ ընկերության լոգո պատրաստեն, բայց հիմքում ուզում են դնել այնպիսի մի բան, որ ցույց տա, որ այդ իրավաբանական ընկերությունը հայկական է։ Դա շատ առաջին անգամ եմ լսում։ Չէ, շատ տարբեր մարդիկ են, աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ ինձ գրում են, զանգում են, ելնելով իմ տեսանյութերից, խնդրում եմ մեզ տրամադրեք այնպիսի նախշեր, որոնք ճիշտ լինեն ու մենք կարողանանք դա կիրառել, մենք կարողանանք դա նկարել։ Շատ մեծ է ուսուցիչների հետաքրքրությունը, պետք է նշեմ, որ ես Հայաստանի տարբեր դպրոցներում դասախոսություններ եմ ունեցել եւ բաց դասեր եմ ունեցել երեխաների հետ զարդանախշ թեմայով։
եւ տրամադրել եմ զարդանախշերի բազա, որտեղ հետո ինձ նկարները ուղարկել են ուսուցիչները, երբ երեխաները իրենք են նկարել, իրենք են նախշել, վերարտադրել, վերստեղծել են այդ, այսինքն նախագծային աշխատանքներ են դրանք հիմա կոչվում, եւ այդպիսի աշխատանքները բոլոր ուսուցիչները աշխատում են վերցնել ազգային մշակույթի որևէ ոլորտ, որևէ տարր, որը որ կապ ունենա երեխաների մեջ այդ ամեն ինչը հետ թողնելու հետ, հա։ Այս առումով ելնելով այն ֆիդբեքից, հա, այսպես ասած, որը իմ հետ է կապված եւ իմեջին են գրում եւ ինձ որպես ազգագրագետի դիմում են, կարող եմ ասել, որ հետաքրքրությունը շատ մեծ է եւ գնալով այդ թուրքական կտորների այդ մշակույթից դուրս են գալիս։ Իրազեկվածությունն է։ Այո, արդեն երբ որ այսքան խոսեցինք, ոչ միայն ես, շատ տարբեր ազգագրագետներ, շատ տարբեր մշակութաբաններ, արվեստաբաններ, ասում եմ, մարդիկ այստեղ ուզում եմ նաեւ գովազդել հանուն հայկականի խումբը, որի շրջանակներում մեծ աշխատանք իրականացվում, իրազեկման, տարածման խմբեր են բացել մեծ փոքր, անգամ ազգագրագետ չլինելով, մշակութաբան չլինելով, զուտ ցանկանալով զարգ տալ տեղական ազգային արտադրությանը եւ ազգային մշակույթին, այս ամեն ինչը բերել է այդ խմորմանը եւ իհարկե սա մեդալի երկու կողմ ունի, շատ հաճախ տեսնում ենք ուղղակի մի հագուստ, որը ամբողջությամբ գորգ է։ Այսինքն գորգը վերցնում են շատ հաճախ ժամանակակից արվեստին է բնորոշ, չեմ կարող ասել, բայց ես սա արդեն մեդալի մյուս կողմն է, երբ կարծում եմ, որ արդեն այդ ճաշակի հարց, հա, երևի թե ճաշակի հարց է, բայց գորգը ամբողջությամբ նորաձև կոստյումի տեսք տալ գորգին ամբողջությամբ, հա, եւ դա մատուցել, դա էլ մեկ այլ պարադոքս է, որը էլի ճաշակին ընկեր չկա, բայց գուցե ճիշտ կլինի վերցնել զարդանախշը, զարդադրվագը, հա, հարմարեցնել ժամանակակից արվեստին, բայց ոչ ամբողջ գորգի համալիրը սարքել տոնական հարսանեկան զգեստ, հա, այսինքն սա էլ մի կողմից մյուս կողմն է մեդալի, բայց ամեն դեպքում ինչ-որ բան սկսվել է եւ դա հաստատ շատ լավ բանի է հանգեցնելու։ Ես այդ հարցն եմ ուզում տամ, ինչպես ստացվեց, որ հայկական զարդերը դարձան թրենդային եւ այսօր ունեն լայն կիրառություն, որովհետեւ եթե մենք նախկինում ինչ-որ սերիալի ազդեցության տակ անգամ դպրոցահասակ երեխաները կկրեին այսպիսի արաբական, հա, մշակույթին բնորոշ զարդեր, մեկը մյուսից վարակվելով, հա, օրինակ վերցնելով, հիմա շատ թրենդային է դարձել հայկականը։ Դրանում բնականաբար ձեր աշխատանքը եւս մեծ է, կարևորելով շնորհակալ եմ ես ձեր կատարած աշխատանքի համար։ Կցանկանամ խոսենք ընդհանրական ինչպես ստացվեց, այսինքն դա անհատներն էին, որ միավորվեցին այդ գաղափարի շուրջ, թե եկավ մի պահ, որ խնդիր ունեցանք անաղարտ պահելու մեր հայկականը։ Ուրեմն ես հիշում եմ, երբ մոտ 15 տարի առաջ տարբեր այսպիսի ազգային միջոցառումներ էի կազմակերպում, ուզում էի գրել հայկական ճակատնոց, հայկական զարդանախշերով եւ ամբողջ վերնիսաժը ման էին գալիս ու չէին գտնում, ուզում էինք ժանյակագործ, ինչ որ ձեռագործ այսպիսի բան լինի, բայց որը ճակատակալ լինի եւ մտածում էի փոքրիկ նուռեր լինեն, մենք մեր ձեռքով վերցնենք, հավաքենք, այսինքն չկար այդ հայկական զարդ ասվածը եւ հայկական այդ գլխանոցներ ասվածը ու մենք ստիպված մենք մեր ձեռքերով կարում էինք։ Կամ կար գուցե, բայց հասանելի չէր այնքան։ Գուցե չեմ կարող ասել, բայց ես այդ ժամանակ ճանաչել եմ այնպիսի աղջիկների, ովքեր նստած գործում էին կարպետ, ստեղծում էին իրենց զարդերը, ազգային որևէ զարդ էին տեսնում, բայց բնականաբար այսպիսի համատարած ուրեմն բնույթ չէր կրում։ Կարծում եմ այստեղ կոնկրետ զարդարվեստի հետ կապված շատ մեծ դեր կատարեց Սիրուշոն, երբ հիմնադրեց Պրեգոմեշը, որովհետև իրեն շատ էին սիրում ժամանակակից աղջիկները եւ իրեն որպես օրինակ ընկալեցին եւ դրանից հետո մեծացավ հետաքրքրությունը ազգային զարդերի նկատմամբ։ Ես Սփյուռքում աշխարհում։ Այո, ես այդ պիկը շատ լավ եմ հիշում, անկախ նրանից սկզբնաղբյուրները որտեղից է վերցրել եւ այլն, բայց կարծում եմ, որ ինքը շատ մեծ այսպես դեր ունի այն հարցում, որ հայ աղջիկները, երիտասարդ աղջիկները սկսեն կրել այդ զարդեր, որովհետև մինչև այդ պիկը Սիլվա Կապուտիկյանը կրում էր հայկական ավանդական վզնոցներ, այսինքն հայկական ավանդական զարդեր, այդ շքեղ զարդահամալիրները կրում էին մտավորական կանայք։
Եվ օպերայի այո, օպերայի երգչուհիները, մտավորական կանայք, արվեստագետ կանայք, հա, այսինքն սա էլիտային էր բնորոշ, ազնվական, այսպես բանից էր գալիս, էլիտային էր բնորոշ եւ հասանելի չէր հանրությանը, բայց ասում եմ, կային աղջիկներ, կային մարդիկ, ովքեր փնտրում էին անընդհատ։ Եվ հետո արդեն բնականաբար շատ մարդիկ սկսեցին գնահատել, սիրել, բացահայտել եւ գիտելիքը տվեց իր պտուղները։ Եվ այսօր ինչպիսի նախաձեռնություններ կան դպրոցականների, երիտասարդների շրջանում հայկական զարդարվեստը հանրահռչակելու, տարածելու նպատակով։ Կարծում եմ, որ մենք շատ մեծ պոտենցիալ ունենք այդ առումով, բայց նաեւ շատ մեծ աշխատանքի տեղ կա, որովհետեւ մարդիկ կան, որ ուզում են աշխատել հայկական զարդարվեստի մոտիվներով, բայց հստակ չգիտեն աղբյուրները։ Չնայած այն բանին, որ ասում եմ ամբողջությամբ զարդանախշային արվեստը ուսումնասիրված եւ մեկնաբանված է։ Մենք կարիք ունենք ծրագրավորողների, ովքեր կստեղծեն այնպիսի հավելվածներ, որտեղից մեր երիտասարդները, մեր երեխաները կկարողանան հեշտությամբ գտնել, օգտագործել եւ մեր զարդանախշերը վերածել իրենց հասանելի ինչ-որ ստիկերների, ինչ-որ հետաքրքիր բաների, հա, որովհետեւ երբեք 14-ամյա պատանին չի նստելու կարդա Կարինե Բազեյանի ասեղնագործական մշակույթը հոդվածը, որը տպագրվել է SSS թվականին։ Պետք է նյութերը լինեն ավելի մատչելի, հաշվի առնելով թվային տեխնոլոգիաները։ Այո, ես իրականում մագիստրատուրան ավարտելուց հետո սկսեցի զբաղվել հանրահռչակմամբ հայկական մշակույթի, որովհետև հասկացա, որ այն գրքերը, որոնք ինձ հասանելի են որպես ազգագրագետ, մեր գրադարանում, համալսարանի գրադարանում, ազգագրության ինստիտուտի գրադարանում, դրանք հասանելի չեն բոլորին, եւ կան հրաշալի ուսումնասիրություններ, որոնք ուղղակի փոշու մեջ են, որտեղ իրենց բացում են միայն նեղ մասնագետները։ Միայն այն մարդիկ, ովքեր պետք է հետազոտություններ կատարեն, հա։ Իսկ այնտեղից կարելի էր դուրս բերել ֆիլմերի սցենարներ եւ էստա հետագայում արեցի։ Այնտեղից կարելի էր դուրս բերել փառատոններ, որոնք մենք արեցինք հենց Սեդրակ Մամուլյանի հետ միասին Հացը լեռներում փառատոնի սկիզբը դրվեց։ Այսինքն մենք կարդում էինք ուտեստը, տալիս էինք խոհարարին, խոհարարը վերցանում էր։ Այսօր այդ աշխատանքը պետք է ուրեմն էլի շարունակվի, այսինքն պետք է հայտնաբերենք զարդանախշերը եւ տրամադրենք դիզայներներին, որպեսզի նրանք ստեղծեն իրենց ոլորտում ինչ որ այսպես մեծարժեք աշխատություններ եւ այլն, հա։ Եվ կան արդյոք միջազգային հետազոտողներ կամ ինստիտուտներ, որոնք հետաքրքրված են հայկական զարդարվեստով։ Համագործակցությունից կցանկանամ խոսեք։ Ես ինքս գիտեք այդպիսի համագործակցության երկու մեծ առաջարկ եմ ստացել եւ անհատներ են ինձ հետ կապվել, օրինակ Ամերիկայից այս պահին մի աղջկա հետ աշխատում ենք անիմացիոն ֆիլմի վրա, որը շուտով կտեսնեք։ Անգամ Netflix-ից են կապվել ինձ հետ, որպեսզի թագակիրները ֆիլմաշարից հետո իրենց հայկական թեման բավական հետաքրքիր էր։ Կան գիտնականներ, ովքեր ուսումնասիրում են, գրում են, տպագրում են այդ գրքերը, այդպիսի գրքեր հիմնականում կարող եք գտնել թանգարաններից, պատմության թանգարանից, մասնավորապես հայկական գորգերին նվիրված գրքեր, հայկական զարդարվեստին նվիրված գրքեր, բայց պետք է նաև նշեմ, որ մեր հայագետների, մեր ազգագրագետ հնագետների արած աշխատանքը ուղղակի սկիզբ եւ վերջ չունի, որովհետև վստահեցնում եմ ձեզ, այնպիսի հոդվածներ, այնպիսի աղբյուրներ, այնպիսի գիտական աշխատություններ կան, որոնցից կարող եք ոգեշնչվել եւ սկիզբ դնել փառատոնների, տոների, չգիտեմ, հսկայական միջոցառումների, միջազգային համագործակցությունների, ցուցադրությունների, ցուցահանդեսների, այսինքն սրանք աղբյուրներ են, որոնց պետք է ծառայեցնեք ձեզ, որտեղ ազգային մշակույթը յուրաքանչյուրինս է եւ յուրաքանչյուր պետք է խմի այդ անապակ ջրից։ Ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, որոնք ցանկանում են սովորել այս արվեստը, զբաղվել դրանով։ Առաջին եւ ամենակարևոր խորհուրդս ուզում եմ լինի հետեւյալը. երբ ստեղծագործում եք կամ ձեր ստեղծագործության հիմքում դնում եք ազգային զարդանախշը, խնդրում եմ խուսափեք անհատական ձևափոխումներից եւ ձևախեղումներից, որովհետեւ դուք կարող եք ավելացնել ձերը, բայց դա այլևս ազգային զարդանախշ չի լինի։ Ազգային զարդանախշերը սիրում են այդ հստակությունը եւ այդ կրկնությունը։
Հավատացեք այն տատիկները, որոնք այն դաղդղան սարքող վարպետները, այն ոսկերիչները, որոնց մասին ամբողջ աշխարհն էր խոսում 18-19-րդ դարում, հա, այլ չեմ խոսում միջնադարի մասին, ովքեր անընդհատ կրկնում էին իրենց նախնիների արածը, իրենց եսը որպես արվեստագետ դրանից չէր տուժում եւ իրենք չէին նեղվում։ Այսինքն այսօր ես մի այդպիսի բաներ եմ նկատում, յուրաքանչյուր արվեստագետ, յուրաքանչյուր ստեղծագործող ուզում է այդ զարդանախշի շուրջ ինչ որ նոր ոճավորումներ իր մոտեցումն է ցուցաբերում։ Սա արվեստի տեսանկյունից անշուշտ գովելի է, բայց բուն զարդանախշը ազգային սիրում է, որ իրեն չդիպչեն, իր ձևը անաղարտ պահեն։ Կամ այդ ավելացումները պետք է լինեն այնպիսին, որ բխեն իրենից։ Հա, այսինքն եթե դուք արև պատկերով զարդանախշ եք, եթե ձեր գաղափարը արևի հետ կապ ունի, Քավլիցի արևի հազարավոր զարդանախշեր ունենք։ Շարունակելով նորը պահպանել հինը, այո։ Ու դες պետք է ասեմ, որ մեր մշակույթը հենց այդ սկզբունքով էլ առաջնորդվել է։ Օրինակ մեր ճարտարապետական կառույցները, երբ դիտում եք նորավանքը, Տաթևը, Որոտնավանքը եւ այլն բերդերը, իրենք իրենց ժամանակի ճարտարապետական նորարարությունն են եղել։ Այո, իրենց ժամանակի համաշխարհային մասշտաբով սրանք ճարտարապետական մտքի թռիչքներ են եղել, բայց միևնույն ժամանակ իրենց ամբողջ բազան, իրենց ամբողջ կառուցվածքը այնքան ազգային է, այ եւ միևնույն ժամանակ դա ճարտարապետական թռիչք է, դա զարդանախշային մտածողության մի նոր թռիչք է եղել, հա, այսինքն երբեք կանգ չի առել այդ մշակույթը, հիմա կանգնած է։ Հիմա սկսում ենք դեռ ճանաչել վերստին այդ 70 տարիների սովետական լռության եւ այլնի արդյունքում ինչքանն էլ որ գենետիկորեն մենք մեր հետ բերել ենք, հիմա այդ ճանաչման, խմորման փուլն է, բայց ես վստահ եմ, որ ծնվելու են նոր մինասներ, ծնվելու են նոր կոմիտասներ, ծնվելու են նոր սևակներ, որովհետև մեր մշակույթը անընդհատական մշակույթ է։ Մենք երբեք չենք դադարել կերտել։ Մենք երբեք չենք դադարել, հայը այդպիսին է։ Երբեք չի ոչնչացնում, բայց երբեք ինչ պայման ուզում է սոված լինի, ուզում է ծարավ լինի։ Գիտեք, մենք այն ազգն ենք, որ անապատի ավազների վրա այբուբենի տառեր ենք սովորացնում մեր երեխաներին։ Մենք այն ազգն ենք, որի երկու հայուհիները թողած իրենց երեխաներին մշոտ ճառընտիր են փրկել բերել հասցրել։ Դուք պատկերացրեք, հիմա մեկ վայրկյան պատկերացրեք, որ դուք մի այդպիսի իրավիճակում եք ապրում։ Արդյոք ես երբեմն այսպես ասում եմ, լավ, ասենք թե հիմա հարձակում լինի, ես ունեմ 3 որդի, ես իրենցից բացի իմ գրքերից ինչ կտանեմ ինձ հետ, հա, այսինքն պատկերացնում եք ինչքան են արժևորել գիրը, գրականությունը, արվեստը, մշակույթը, որ երեխաներին, որդիներին թողած մշոտ ճառընտիրն են շալակել ու ամիսներով, ավազներով ու անապատներով բերել հասցրել, փրկելի վերջո։ Եվ այդպիսի պատմությունները հազարներով են։ Ինչպես ասում էր Վիլյամ Սարոյանը, ես աշխարհի երեսին չեմ ճանաչի ուրիշ, չէ, չկա այդ հզոր ուժը, որ կոչնչացնի, շատ դիպուկ է ասված, եւ որպես ազգագրագետ, որպես մարդ, ով առնչվում է ազգային մշակույթի ամենաթաքուն գոհարների հետ, նաեւ կուզեի ասել մի բան, որ մենք պետք է շատ հանգիստ լինենք։ Մերը մեզանից ուղղակի չեն կարող խլել։ Այսինքն 7000 տարի այդ process-ը գնում է։ Փորձում են մեզ խլել, փորձում են մեզ զրկել, փորձում են մեզ մոռացնել տալ, բայց եթե վերանանք այս պաթոսախառը խոսքերից, տեսանք ինչ տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանում, երբ որ քանդվեցին հայկական եկեղեցիները եւ այլն, եւ նույնը սպառնում է, իրականացվում է այսօր Արցախում։ Այո, ես կարծում եմ, որ այդ 6000 տարին, որ այս փորձերը արվել են ու չի ստացվել, որովհետև ճիշտ է 15 թվականը մեծ հարված էր մեր ազգին ու մշակույթին, մեր ողնաշարը կոտրվեց այդ ժամանակ։ Ուղղակի կոտրվեց, մենք ընկանք, բայց մենք կանք, թեկուզ եւ տասնապատիկ ավելի փոքր տարածքի վրա, բայց մենք կանք։ Եվ Արարատն է մերը, թեկուզ եւ թուրքական գերության մեջ Արարատը ոչ ոք չի կարող խլել մեզանից, ոչ ոք չի կարող ասել, որ Արարատը հայկական չէ։
այդպես ասում են միայն տգետները։ Միայն այն մարդիկ, ովքեր չունեն պատմություն, ինքնություն, ովքեր բոբիկ են պատմությունից, հա։ Եվ մենք կանք, այսինքն իրենց ծրագիրը չի հաջողել։ Իրենք ուզում էին թողնել մեկ հայ, այն էլ թանգարանում։ Եթե այսօր թանգարանում դրված ներ մեկ հայի գլուխ, մենք կասենք, որ իրենք հաջողեցին։ Արդյունքում իրենք չեն հաջողել։ Հա, իրենց ծրագիրը չի իրականացել։ Եվ այսօր ես մտածում եմ, որ այս ներսի թշնամու, ներսի թուրքի ձեռքով փորձում են իրականացնել այդ 7000 տարվա պլանը։ Եվ իրենց այդ հավաքական կերպարի մեջ մեր բոլոր թշնամիներն են, սկսած Ասորեստան Բաբելոնից, սկսած Բաբելոնյան հսկա Բելից, Նեբրովթյան եւ վերջացրած Էնվեր Փաշայով եւ Թալյաթով, հա, մեր օրյա թշնամիների անունները չտամ ներքին։ Իրենք փորձում են այդ 7000-ամյա պլանը իրագործել։ Չի հաջողվելու։ Ես վստահ եմ, որովհետև ներկայիս մեր թշնամիները ավելի ուժեղ չեն, քան ուրեմն Չինգիզ խանը։ Հաստատ ավելի ուժեղ չեն, դուք երբեք չպատկերացնեք, որ իրենք ավելի զորեղ են, քան Ալեքսանդր Մակեդոնացին, ավելի զորեղ են, քան Շապուհը։ Հա? Միայն Շապուհին 2 անգամ հաղթել է հայոց Փառանձեմ Թագուհին։ 2 անգամ 50,000-անոց կանոնավոր բանակին հաղթել է հայոց Թագուհին։ Պատմության մեջ երկրորդ նման օրինակը չկա։ Այսօր իրենք այդքան ուժեղ չեն, որքան մեր պատմական այդ կերպար թշնամիները, իսկ մենք պետք է լինենք այնպիսին, ինչպիսին այն մեր նախնիներն էին։ Մենք ենք թուլացել։ Բայց միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ չի հաջողվելու, չի ստացվելու։ Շնորհակալ եմ հետաքրքիր, հանրամատչելի, բովանդակային, վերջում նաև էմոցիոնալ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, Թագուհի ջան։